Ես ընդհանրում եմ, որ երբ որ Նիկոլ Փաշինյանը այց կատարեց Մոսկվա մայիսինի հետ կապված, նույն օրը ռուսական լրատվամիջոցները մի արտահոսք արեցին, որ իր պապը փաստացի գերի էր ընկել պատերազմի ժամանակ։ Ռուսական մամուլը գրել է դա։ Ռուսական մամուլը, հա։ Որտեղ 20 թվականին դա մենք ենք բացահայտել։ Ռուսական մամուլը ինֆորմացիա գցեց, որ իր պապը փաստացի գերի էր ընկել եւ գերինքնելուց հետո պատերազմի մեջ էր հայտնվել խորհրդային միության դեմ, ինչը բնականաբար ենթադրում եմ, որ դուրս չի եկել Փաշինյանին, որտեղ եթե հրավիրող կողմը հրավիրում է իրեն եւ միաժամանակ այդպիսի արտահոսք է անում, մենք Փաշինյանին շատ լավ ճանաչում ենք, իր հոգեվիճակ, հոգեբանական, ինչպես որ ինքը բռնվեց ազգային ժողովում, հիշում եք, որ ընդդիմադիր պատգամավորները, որ խոսեցին կոռուպցիայից եւ ծեծից նոր-նորքի թաղապետարանում, Նիկոլ Փաշինյանը ինքս բռնկվեց եւ սկսեց պատասխան տալ։ Հիմա իմ կարծիքով այդ նույն բանը կատարվեց այստեղ, այսինքն երբ որ տեսա, որ այդ արտահոսքը եղավ իր պապու հետ կապված, ինքը փաստացի փորձում է հիմա պատասխանել Ռուսաստանին, այսինքն այս Արշավի գլխավոր նպատակը դա էր, որտեղ անտրամաբանական էր, որ հենց այս օրերին կանչել մարդկանց եւ հիմնավորել, թե այդ երկրորդ համաշխարհային պատերազմը ինչքանով էր լավ հայ ժողովրդի համար եւ այլն, սա ճիշտ ասած քստեմնելի վեճ է։